Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել Միացյալ Նահանգների բանակի էլիտար 82-րդ օդատիեզերական դիվիզիայի մի քանի հազար զինծառայող, գրում է Reuters-ը, հղում անելով իր պաշտոնական աղբյուրին։ Այս պատերազմը հաղթած է, հավատացնում է լրագրողներին Սպիտակ տան ղեկավարը, պնդելով, որ ստում են ամերիկյան շատ լրատվամիջոցներ։ Դուք խոսում եք դրա ավարտի մասին, մենք արդեն հաղթել ենք, այս պատերազմը հաղթած է, միայն կեղծ լրատվամիջոցներն են ուզում այն շարունակել։ Եթե կարդաք New York Times կամ դիտեք ABC կամ NBC կեղծ լուրերը, կմտածեք, թե սա հավասար պայքար է։ Մենք ունենք ինքնաթիռներ, որոնք բառացիորեն թռչում են Թեհրանի եւ նրանց պետության այլ հատվածների վրայով։ Նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ Թրամփը նորից սպառնացել է վերացնել Իրանի էլեկտրական հնարավորությունները։ Եթե Թեհրանը հրաժարվի կատարել Միացյալ Նահանգների պահանջները, շարունակի ուրան հարստացնել, արտադրի մեծ հեռահարության հրթիռներ, աջակցի տարածաշրջանում պրոքսի ուժերին։ ԱՄՆ ղեկավարը ուղիղացել է, որ Պարսից ծոցի շատ պետություններ աջակցում են իրենց, ակնարկել, որ Սաուդյան Արաբիան մտել է պատերազմի մեջ։ Նա մարտիկ է, մեզ հետ է պայքարում։ Սաուդյան Արաբիան հիանալի է իրեն դրսևորել, Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես։ Քաթարն անհավանական է, բավականին ծանր հարված ստացավ։ Քուվեյթը մի փոքր դժվարության առաջ կանգնեց։ Իրանական անօդաչուները հարվածել են Քուվեյթի միջազգային օդակայանի ուղղությամբ։ Հրդեհ է բռնկվել։ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը օդային տագնապի ազդանշանից հետո քաղաքացիներին կոչ է արել տեղափոխվել անվտանգ վայրեր։ Անօդաչուներ են նկատվել նաև Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իրաքում իրանամետ ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Բաղդադում ամերիկյան մի բազայի։ Չնայած պաշտոնական Թեհրանը հերքում է, թե շփումներ կան Միացյալ Նահանգների հետ, Թրամփը նորից ասել է, որ բանակցում են Իրանի նոր ղեկավարության հետ, ու այս պահին մտադրություն չունեն նրանց վերացնել, ինչպես վարվեցին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, իրանցի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք ունենք նոր խումբ, կարող ենք հեշտությամբ դա անել, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի։ Մենք իրականում ունենք ռեժիմի փոփոխություն, սա ռեժիմի փոփոխություն է, քանի որ առաջնորդներն ուրիշ են, նման չեն նրանց, ում հետ մենք սկսել էինք։ The Telegraph-ը գրում է, որ Թեհրանը հրաժարվել է բանակցել Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, մեղադրելով նրանց պայմանավորվածությունները չպահելու համար։ Գանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։